Հարգելներս նայում եմ մեր հիմա ուղիղ եթերը, ինչա կատարվում Երևանում, դատարանի առջև Սամվել Կարապետյանին հարցն են քննում, ինչ հոտված տան, դատեն, չդատեն, այս բաներն է գնում, աջակիցները եկել են դատարանի մոտ հավաքվել են, շատ լավ, այսքան կարող եք շատ գնացեք հարգելներս, ցույց տվեք ձեր աջակցությունը, դուք աջակցում եք ոչ թե Սամվել Կարապետյանին, ոչ թե կաթողիկոսին, այլ դուք աջակցում եք հայամետությանը, ազգայինն եք դուք աջակցում մեր հայությանը, դուք ասում եք ոչ Թուրքին, կան շատ մարդիկ ասում են, դե լավ խաղաղություն է Նիկոլը բերում, կմտնենք, դե Թուրքի հետ ընկերություն կանենք, մի հատ հաց կկիսենք, եթե այդ բաներով եք դուք մտածում, դուք Թուրքի հետ հաց չեք կիսի, աղբեր չեք կրնի, այլ Թուրքի քաձը կլինեք, եթե Նիկոլը դրան ուզում է ու նրա այդ ճիճուները ազգային ժողովում նույնպես դրան ուզում են ձգտում են, դրանց ագենտներն են, իմացեք դուք լինելու եք ոչ թե Թուրքի հետ ընկեր աղբեր հաց կիսող, այլ դարերը ինչպես ցույց են տվել, ձեր գլուխը ուտելու են, դա մեկ։ Հիմա խոսքը սողում եմ Հայաստան կուսակցության ու պատիվ ունեմ կուսակցության բոլոր կալաբարանտներին, ովքեր եկել են դատարանի մոտ իրենց իբր թե աջակցություն են ցույց տալիս։ Եթե դուք իրոք այդքան աջակցում եք Սամվել Կարապետյանին, եթե դուք իրոք այդքան կողմ եք ազգայինին, այս մի ամիսա դուք impeachment եք տրցնում։ Ամեն մեկը ձեր մարդուն եք առաջարկում ու ասում եք չախպեր, մենք այդ մարդուն չենք ուզում։ Խնդրեմ, Սամվել Կարապետյան, ընտրեք իր կողմից մի մարդ, վստահված մարդ, խելացի, վստահելի մարդու, որին այդ impeachment-ը չեմ ոնց է դա կոչվում, այդ մարդը կլինի, դուք էլ միանգամից Նիկոլի հարցերը կլուծեք ու կպրծնեք, ախպեր, impeachment-ը հայտարարում եք, ես դաժե համոզված եմ, որ ԿՊԱ-ականներից էլ մարդիկ կլինեն, որոնք մի 4-5 հոգի, քանի հոգի ինտեղ ձեզ ձայներ պակասում, կլինեն, որոնք կբռնեն ձեր կողմը ու impeachment-ը կհայտնեն ու կպրծնի այս ամեն ինչը, այս կաշմարը կպրծնի։ Եթե դուք հույս ունեք, որ 26 թվականում ինչ-որ sense ընտրություններով, պայքարով էլի դուք Նիկոլին վռնդելու եք, էս եք անելու, աղբեր ջան։ Դուք երազախապ եք լինելու։ Ժամանակն եկել է։ Սամվել Կարապետյանը տեսանք, բոլորի աջակցությունը վայելում է, թե Ռուսաստանի հայության, թե Հայաստանի հայության խելամիտ, հայամետ մարդկանց աջակցությունը, թե տեսնում եմ դուք Հայաստան կուսակցությունը, պատիվ ունեմ կուսակցությունը, ես համոզված եմ ԿՊԱ-ականից էլ մարդիկ կլինեն, դաժե Աբազյանը չէր, Նիկոլի ասածը չէր անում, то есть ասֆալտին չփռեց տանի, որ սենց բան դա համար գործից ազատվեց, այսինքն մարդիկ ձիգ են լինում ու հասկանում են Սամվել Կարապետյանի հետ, то есть շուտկի պլոխի։ Դրա համար հարգելիներս, խնդրեմ Սամվել Կարապետյանի կողմից մարդ առաջարկեք, Նիկոլին impeachment հայտարեք աղբեր ջան ու ազատեք ժողովրդին այս քաշքշուկից։ Հիմա նայեք ինչ են անելու ձեզ, ինչպես ոնց են ժամանակ երեք արեցին, բերելու են իրանց զորքերով Սամվել Կարապետյանին պետքա տանեին, տեսան որ շատ ան վզումը, ժողովուրդը շատ են, սպասեցին գիշերվա ժամը 1-ին նոր տարան, չէ՞։ Ցրվավ ժողովուրդը գնաց։ Հիմա էլ սենց աղբեր ջան կբերեն ձեզ տեղը տարեվի տակ կկանգնացնեն դատարանի առաջ։ Ժամերով կկանգնացնեն։ Հետո կարող է վաղը տեղափոխեն, մյուս օրը տեղափոխեն։ Այս դատական գործերը սենց ձգձգվող աղբեր ջան, սենց կանգնելով հարշի լուծվի։ Գալիս եք խելո գարի պես կանգնում, այդում գնում եք։ Աղբեր գործ է պետք անել, քայլեր է պետք անել։ Առաջին մեծ քայլը այդ impeachment-ն է։ Դրեք աղբեր ջան, impeachment-ը հայտարարեք, Սամվել Կարապետյանի կողմից մարդ ընտրեք, всё մարդկանց հետ խոսացեք, բան արեք, հարցերը լուծեք 2 օրում պրծեք աղբեր ջան։ Էլ ինչ եք ընկել, այս կողմ, այն կողմ աղբեր ջան, հիմա էլ այս հարցերով պետք է դատական հարցերով գնեք, այն դատական հարցերով պետք է անգնեք աղբեր ջան։ Եկեղեցուն էին չէ կպել Նիկոլ Փաշինյանը, եկավ եկեղեցու բարերարը Սամվել Կարապետյանը, իր ձայնն ասեց, աջակցությունն ասեց, աղբեր ջան, հիմա էլ եկեղեցին պետք է աջակցի այս շարժմանը, այս շարժումը պետք է շարժմանը աջակցի ու միջև վերջ այս գործը պետքա տարվի։ Ասում եմ Սամվել Կարապետյանից Նիկոլ Փաշինյանը շանպես վախում է, այդքան ազատության մեջ չէ, ինչքան եթե Սամվել Կարապետյանը անազատության մեջ լինի, հավատացած եղեք, որովհետև անազատության մեջ
ավելի մեծ հետևանքներ կլինի, ավելի մեծ է շարժումը կստանա, քան ազատության մեջ Սամվել Կարապետյանի։ Դրա համար հարգելիներս, մի թողեք, որ այս շունչը սառի, հանգչի, քննծվի, քանի ժամանակն է, քանի ժողովուրդը ոտի է ելած։ Առաջին հերթին այդ իմպիչմենտի հարցը որոշեք Սամվել Կարապետյանի հետ, իր աջակիցների հետ, ընտրեք մարդ, ձեր իմպիչմենտի հարցը լուծեք։ Եթե չեք անելու աղբեր ջան, այստեղ Հավայի մի եկեք ձեզ կալաբարանտերով դատարանի մեջ ձեր աջակցությունը հայտնեք աղբեր ջան։ Այսքան ժամանակ եթե դուք ձեր մանդատները չդրեցիք, հիմա եկել եք այստեղ վայ աղբեր ջան, Նիկոլը սենց, Նիկոլան էնց։ Աղբեր ջան, Նիկոլանես մանդատները դնեք, պրծնեք, չեք դրել, իմպիչմենտ եք ուզում հայտնեք։ Խնդրեմ, հայտնեք Սամվել Կարապետյանից լավ տարբերակ մարդ ունեք, որ կարաք չեմ ամդեղ իմպիչմենտի գլխավորը ոնց է, ինչ է դուք։ Այդ իրանց լավ մարդ ունեք, որ առաջարկեք։ Խնդրեմ, առաջարկեք իրան, եթե ինքը չի կարող Ռուսաստանի քաղաքացիա, ապա իր կողմից վստահելի մարդ մի հատ դրեք ու պրծեք այս հարցը։ Հələ որ այսքանը